Գործարար Ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Նեմարաքելյան։ Այսօր հաղորդման ընթացքում հյուրընկալել եմ Բիոդանի հիմնադիր Աննա Տեր-Մարտիրոսյանին։ Բարի գալուստ մեր տաղավար։ Տաթև ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, վստահ եմ, որ գեղեցիկ զրույց ենք ունենալու։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Արտադրված է Հայաստանում։ Այո։ Կարծում եմ ամենահաճելի գրվածքն է, որ կարող են յուրաքանչյուր իրի վրա տեսնել եւ հպարտանալ, եւ դրան էլ եթե գումարենք, որ այն որակապես որևէ կերպ չի զիջում եվրոպական երկրներում արտադրված տեսականուն, ապա վստահաբար կարող ենք ասել, որ գտել ենք այն, ինչ մեզ պետք է։ Ուստի խնդրում եմ հիմա մի փոքր պատմեք Բիոդանի ամբողջ պատմությունը, երբ ստեղծվեց, ինչու ստեղծվեց, ինչպես ստեղծվեց։ Բիոդանի պատմությունը շատ երկար է, փորձեմ մի քիչ կարճ ներկայացնել։ Բիոդանը առաջին բուժիչ խնամքն է, ծնված Հայաստանում, ծնվել է 2022 թվականին, ձմռանը։ Բազում փորձարկումներ անցել է Հայաստանում եւ դեռ մինչեւ որսել մենք այդ փորձարկումների շրջանը դեռ չենք վերջացրել։ Փորձում եմ այնպես անել, որ բոլոր սերտիֆիկացումներին համապատասխանի եւ միջազգային ստանդարտներով եւ ամեն կերպ, որպեսզի որակապես համապատասխան լինի բոլոր չափանիշներին։ Ում համար է այն։ Արտադրանքը բոլորի համար է, նաեւ երեխաների, ինչի համար շատ ուրախ եմ։ Տղամարդկանց տարիքային սեռ սահմանափակում չունի եւ երկու սեգմենտի կարելի է բաժանել նրանց համար է ովքեր նախընտրում են որակը եւ նրանց համար է ովքեր ունեն որոշակի մաշկային խնդիրներ։ Այստեղ կարևոր է թե ինչի դեպքում ես դու ցանկանում ունենալ բիոդան, որովհետեւ այն պետք է լինի դարակում դրված միայն ինքը, որովհետև կողքից ուրիշ միջոցների հետ բացարձակ անհամատեղելի է։ Ոչ, բացարձակ համատեղելի չէ, ինչու, որովհետև բիոնյութերից է պատրաստված եւ ցանկացած այլ պրոդուկտ պարզապես էֆեկտը կորցնում է տվյալ պրոդուկտի, բիոդանի։ Այսինքն պետք է մենակ իրան օգտագործես եւ վերջ։ Շատ լավ։ Իսկ որոնք են ձեր առանձնահատկությունները, որովհետև երբ մենք ասում ենք, որ միայն մեզնով պետք է սահմանափակվի խնամքը, հետեւաբար մենք պիտի ամբողջ ծածկույթն էլ ապահովենք, չէ՞։ Բիո բառը իզուր չի դրված բիոդան անվան մեջ, բոլոր բաղադրիչները բիո են, սերտիֆիկացված բիոնյութեր են։ Աշխարհի տարբեր երկրներից ենք բերում Հայաստան, իդեպ շատ մեծ դժվարությամբ, բայց կարողանում ենք այնպես անել, որ հասնի մեզ։ Կոնսերվանտները նույնպես բնական են, պատրաստվում են դեղագործական արտադրամասում, բոլոր չափանիշներին համապատասխանում են եւ առանձնահատկություններից կարևորն եմ ուզում նշել։ Իհարկե բազում բաղադրիչներ կան, որ նույնիսկ ԱՊՀ տարածքում չկան, ունենք միայն մենք, բայց յուրահատուկը դա շաֆրանի յուղն է, որը այս պահի դրությամբ կա միայն մեր հակատարիքային խոնավացնող կրեմում։ Շատ լավ։ Ես գիտեմ նաև, որ բիոդանը այդպես ազատ վաճառքում չկա եւ ցանկացած խանութ մտնելիս չես կարող ձեռք բերել։ Արդյոք այսպես չի դժվարանում աշխատանքը ապրանքանիշի եւ առհասարակ ո՞րն է պատճառը, որ բիոդանն ազատ վաճառքում չկա։ Իհարկե դժվարանում է եւ հաճախորդներ իհարկե լինում են, որ դրանից գոչ են, բացարձակ գոչ են, բայց ես նախընտրում եմ պահել որակը։ Շատ առաջարկներ են եղել տարբեր խանութներից, պետք է գնաս տեսնես, չէ, այդ խանութը ինչ պայմաններում պետք է պահվի քո պրոդուկտը եւ այլն։ Պատկերացրեք, որ ստերիլ պայմաններ տարական չէին ապահովում, չթափողվող տաք տարածքներ, փոշի։ Մեկ փոշեհատիկը հերիք է, որ պրոդուկտը փչանը։ Չթափողվող տարածքը հերիք է, որպեսզի այն կորցնի թարմությունը եւ այլն։ Այդ պայմաններում պահել, շնորհակալություն, բայց ոչ։ Ես գտա ամենաօպտիմալ տարբերակը, որպեսզի նրանք պատրաստվեն անմիջապես պատվերից հետո։ Երբ հաճախորդը կպատվիրի, որպեսզի այն մնա իրոք որակյալ պրոդուկտ, որակը չեն խաղում, բնականաբար, կպատվիրեն, կպատրաստվի եւ անմիջապես արտադրամասից կառաքենք իրենց բնակարան։ Երկար չի տևում ամբողջ արտադրման ընթացքը։ Նկատի ունեմ արդյոք այստեղ էլ չի բարդացնում ձեր աշխատանքը, որ կարող է սպասելու խնդիր լինի։ Բարդացնում է իհարկե բարդացնում է, մի քիչ դա շատ ժամանակատար է, բայց այս պահին ամենաունիվերսալ տարբերակն է, ամենաօպտիմալն է։ Ես հույս ունեմ, որ շուտով մենք մեր խանութ սրահը կունենանք, որտեղ որ կպահվի այնպես, ինչպես որ պետք է։ Այսինքն հով տարածք, մաքուր, ստերիլ, ինչու ոչ, նաև ստերիլ տարածք լինի, կպահվի այնպես, ինչպես որ պետք է,
պրոդուկտը ունենա երկար կյանք, քանի որ չունի ցավոք։ Ամենաշատը, որ կարող է դա պահվել 3-ից 4 ամիսն է, ինչը որովհետև արհեստական կոնսերվանտներ չկան։ Հիմնականում այդպես է, որքան բնական է լինում պրոդուկտը, այնքան ավելի կարճ է ժամկետը։ Չնչին բաներից կարող է արագ փչանալ։ Դե այս դեպքում էլ կարծում եմ բոլոր նրանք, ովքեր օգտվում են բիոդանից, ովքեր արդեն հաճախորդ են եւ սեփական մաշկի վրա զգացել են արդյունքը, իրենք արդեն նաեւ գիտեն քաղաքականությունը եւ արդեն երբ մոտենում է վերջանալու պահը, փորձում են շատ արագ կապի դուրս գալ, որ մինչեւ պատրաստվի, իրենք էլ ունենան իրենց չափաբաժինը։ Առհասարակ մեր հաճախորդները արդեն անգիտ գիտեն, հենց մնում է մի քանի օրվա օգտագործելու խնամքի միջոցը, պարտադիր գրում են, ինձ քիչ է մնացել, Աննա ջան, խնդրում եմ, տես ինչ ես անում, պատրաստիր։ Առանց պրոդուկտ չմնանք։ Չէ, ոչ մեկ չի ուզում մի օր արդեն ավել առանց պրոդուկտ մնա։ Արագ պատրաստվում են 2 ժամվա ընթացքում արդեն առաքվում են նշված հասցեներով։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ես անդրադառնամ նորից ձեր այն նշված մտքին, որ եթե դարակում դու ունես բիոդանը, հետեւաբար այլ խնամքի միջոցների կարիքը դու չունես։ Այստեղ վստահ եմ, որ բոլոր ռադիոլսողներին կհետաքրքրի տեսականին, որպեսզի հասկանան արդյոք ամբողջ ծածկույթը այսպես ապահովում ենք, թե ոչ։ Մի փոքր տեսականին ներկայացնենք, հա, ինչ ենք առաջարկում։ Այս պահին ջում ներկայացված են 10 անուն ապրանքանիշ բիոդանից։ Իհարկե 3-ը ճանապարհին են, դեռ վաճառքի դրված չեն, բայց 3-ը շուտով կթողարկվեն։ Իդեպ դրանցից մեկի շուրջ կարծիքը ինձ շատ հետաքրքիր է շուկայում ինչպես կարձեգանք են, որովհետև արտադրություն չկա Հայաստանում նման, թող մնա անակնկալ դա։ Մաքրող միջոցներից սկսած միջև հիմնական եզրափակող խնամք ունենք, առաջարկում ենք, նաև կարևորագույնը, որ կուզեի անդրադառնալ դրան, իհարկե բիոդանի այցետոմսը համարվող wound healing ունիվերսալ քսուկն է, որը իմ կարծիքով պետք է յուրաքանչյուրը ձեռքի տակ ունենա տանը, որովհետև ես դա համարում եմ առաջին օգնություն։ Երեխաներին կապտուկների դեպքում, որ ընկնես ինչ-որ միտեղդ վերք լինի, վերքերը արագ լավացնելու համար, լավացրեցիր հետքեր ներծծելու համար, որպեսզի հետք չմնա, շատ լավ ման է, նաև ունի հրաշալի հատկություն ցավը մեղմելու, ցավազրկելու։ Պայուսակի համար նախատեսված է, միշտ կողքիդ լինի։ Ցանկալի, այո, դնեք միշտ պայուսակում կամ չգիտեմ, դարակի այնպիսի հատվածում, որպեսզի միշտ տեսանելի լինի, որտեղ նույնիսկ շուրթերի խնամքի համար է հրաշալի։ Այսինքն են մայրիկները, ովքեր ունեն չարաճճի բալիկներ եւ անընդհատ ունենում են կապտուկներ, վերքեր, պետք է պայուսակում միշտ ունենան։ Շատ հաճախորդներ ունենք, ովքեր մանկապարտեզի դաստիարակներ են կամ բուժքույրեր եւ հենց իրենք գնում են բիոդանը, որպեսզի պահեն դա մանկապարտեզներում հենց որպես առաջին օգնություն։ Հրաշալի։ Կա որոշակի հակացություն ձեր պրոդուկտները օգտագործելու համար։ Գրեթե ոչ։ Օրինակ հենց wound healing-ի դեպքում միայն մեղվամթերքի հանդեպ ալերգիան է, անհատական ալերգիկ անհանդուրժականություն, բոլոր դեպքերում ոչ։ Այնպես բաղադրություն ունի, որ աշխատել են, որ իրոք ունիվերսալ լինեն եւ գրեթե ալերգիկ ոչ մի process չառաջացնեն։ Դա իհարկե խիստ անհատական է, չես կարող ասել։ Լավ, իհարկե ներողություն, որքան բնական այնքան ալերգիկ, դա փաստ է, ալերգենները հիմնականում հենց բնական բաների մեջ են, բայց այստեղ մի քիչ արդեն կարևոր է համադրությունը։ Եթե համադրված է ճիշտ, ալերգիկ ռեակցիաներից խուսափելու հավանականությունը արդեն քիչ է։ Շատ լավ, ես խնդրում եմ առանձնացնեք մի քանի կարևոր չափանիշ, սկզբունք, որ այս պահին մեզ դիտող յուրաքանչյուր ռադիոլսող կամ ռադիոդիտող պետք է ընտրի հենց բիոդանը։ Քանի որ այսօր շուկան բավականին շատ է, նաև ընտրողը, սպառողը կանգնում է փաստի առաջ, երկընտրանքի առաջ, լավ ինչպես կարողանա ճիշտ ընտրություն կատարել, որովհետև մենք ուզում ենք համադրել արդյունավետը, անվտանգը, մատչելին, որակյալը եւ այսպես կարող եմ շարունակել։ Հաճախորդը մեկ անգամ օգտագործելով բիոդան, ես կարող եմ փաստել, որ արդեն դառնում է մեր հաճախորդը։ Բիոդանը նրանց համար է, ովքեր որակն են նախընտրում առաջին հերթին եւ բարձր ստանդարտները։ Եթե դուք պատրաստ չեք գնալ բիոդանի հետ եւ շարունակել ճանապարհ, մի անգամ օգտագործել, ուրեմն դա ձերը չէ, որովհետեւ եթե ուզում եք արդյունք, իսկ մենք երաշխավորում ենք արդյունք, այն քչերից ենք, բացառիկներից, որ այո, մենք երաշխավորում ենք արդյունք։ Եթե ուզում եք տեսնել էֆեկտ, արդյունք եք ուզում եւ որևէ կանխարգելիչ բնական տարբերակ, ապա միանշանակ բիոդան։
ինչ ասել է երկարաժամկետ օգտագործում, որքան ժամանակ հետո կարող ենք տեսնել արդյունքը։ Դե մենք սիրում ենք, չէ՞, ներողություն, արդյունքը տեսնել, մոտիվացվել շարունակել, արդյունքը տեսնել, մոտիվացվել շարունակել։ Միջինում պրակտիկան հաշվի առնելով։ Կախված մաշկի տեսակից։ Մարդ կա, որ, չգիտեմ, 2-3 անգամից հետո գրում է, «Վայ, այնքան շնորհակալ եմ ձեզ, այնքան լավն էր, այնքան արդյունավետ էր»։ Իսկ մարդ կա, որ 1 ամիս օգտագործում է, դեռ չեմ տեսնում, բայց 2-րդ ամսից այո, տեսա։ Նո, այդ ավելի շատ պրոբլեմատիկ է։ Այո, պրոբլեմատիկ է վերքեր ունեցող մարդկանց դեպքում է այդպես։ Կախված թե ինչ խնդիր ունեք դուք։ Օրինակ, կնճիռների կանխարգելման համար բնականաբար բոլորս գիտենք, որ պետք չի տրվել մարքեթինգին, կնճիռները որպես այդպեսին ոչինչ այս աշխարհում չի հարթում, թերևս միայն բոտոքսն ու ֆիլերները չնչին են։ Տեսեք, եթե դուք կանխարգել եք, ապա ձեզ չի մնա այդ բուժել հետո բանը, որ ես շատ եմ սիրում դա ասել, ավելի կանխարգելեք, քան հետո բուժեք։ Դրա համար ես համարում եմ բիոդանը կանխարգելիչ միջոց, բնական, բուսական, բիո, բուժիչ, կանխարգելիչ բնական միջոցներ։ Եվ եթե դուք սկսեք ձեր մաշկը խնամել բիոդանով, ապա այո, մենք ոնց որ այդ process-ը կդանդաղացնենք։ Իհարկե անշրջելի երևույթ է ծերացումը, բայց դանդաղացնել կարող ենք։ Սովորաբար մաշկաբաններն ու կոսմետոլոգներն ասում են, որ մեր մաշկը հատկապես ցուրտ եղանակին ավելի խոցելի է դառնում եւ խնամքը պետք է դառնա այսպես առօրյական եւ անխախտելի, պետք է անպայման հատուկ խնամք մեր մաշկի համար։ Խնդրում եմ նշեք այն պրոդուկտները, որոնք հատկապես այս եղանակին պետք է յուրաքանչյուրն ունենա իր դարակում դրված։ Միանշանակ խոնավացնող կրեմը եւ Վունթիլին քսուկը, Վունթիլին քսուկի իհարկե ամբողջ մաշկի, նույնիսկ շատ չոր մաշկի դեպքում է ցուցված, իհարկե դա կկանխարգելի այդ ցրտահարությունը, ճաքերը եւ այլն, եւ խոնավացնողները, որոնք պաշտպանիչ բնույթ են կրում եւ կարող են ցրտահարությունից նույնպես որոշ չափով իհարկե պաշտպանել։ Իհարկե այստեղ ամենակարևորը թե իրենք ինչի համար են նախատեսված, իրենք խոնավացնող են եւ մեր մաշկը պետք է խոնավացվի միշտ։ Դա իրենց առաքելությունը եւ իրենք ստեղծված են այո խոնավացնելու համար։ Եթե մեր ռադիոլսողն արդեն ունի որոշում բիոդանից օգտվելու, բայց չի կարողանում կողմնորոշվել, թե որ պրոդուկտներն են իրեն համար նախատեսված, ի վերջո մեր բոլորիս մաշկը տարբեր է եւ յուրաքանչյուր մաշկ պահանջում է նաեւ հատուկ վերաբերմունք եւ հատուկ պրոդուկտներ։ Ինչպես է սա կազմակերպվում եւ որքանով կարող է յուրաքանչյուրը վստահ լինել, որ իրեն առաջարկվելու է այն պրոդուկտը, որ հենց իր համար է։ Շատ են հիմա առաջարկվող պրոդուկտները, որ մարդիկ չգիտեն, որ մեկը ընտրել։ Եվ խճճվում ենք այդ տեսականում մեջ։ Ընկերուհիս ասաց, որ այս մեկը շատ լավն է, սա օգտագործիր, քույրիկս էս մի բանը խորհուրդ տվեց, կոսմետոլոգները ավելի շատ բաներ են խորհուրդ տալիս։ Գովազդելերի ուրիշ բան։ Մարքեթինգային այդ արշավները ավելի շատ են քո գլուխը լցնում եւ դու չգիտես ի վերջո ինչ ընտրել եւ ինչպես խնամել մաշկդ։ Ես շատ ավանդական խնամքի միջոցներ եմ փորփրել տարբեր ազգերի, մշակույթների, բուսական եւ գիտական բաներից սկսած ամեն ինչ եւ իմ մոտեցմանը ավելի մոտ է երևի թե չինական ավանդական խնամքը եւ հենց դրա համար չինուհիները հրաշալի մաշկ ունեն իրականում անկախ տարիքից։ Այո, իրենց գաղափարախոսությունը իմին շատ մոտ է, որքան քիչ այնքան լավ։ Դա այսպես չգրված ինչ որ մի օրենք է, որ ես շատ եմ սիրում դա բոլորին հրամցնել, ասել։ Եթե ձեր մաշկը չունի կոնկրետ որևէ խնդիր, ապա մեկ բնական անվնաս մաքրող միջոցի եւ մեկ բնական անվնաս խոնավացնողը լրիվ բավական են։ Պետք չէ տարվել սկրաբերով, ինչը ես չեմ ընդունում ներողություն, բայց սկրաբերի այդ սկրաբ հասկացությունը ես չեմ ընդունում։ Լավ է էնզիմային փոշի, ինչքան նուրբ, այնքան լավ։ Եթե չունեք օրինակ հիպերպիգմենտացիա, չափից դուրս չորություն, չգիտեմ, չափից դուրս յուղարտադրություն, որևէ հատուկ տեսանելի խնդիր, ապա մի տարվեք տարատեսակ խնամքի միջոցներով։ Օճառներով, որքան էլ որ դրանք օրինակ լինեն բնական, չի կարելի։ Պատկերացրեք մեր մաշկը նման է թղթի, որ մատիտով անընդհատ գրում ես ու ջնջում ես, ի վերջո թուղթն է բարակում։ Եվ մենք մաքրում ենք վնասում ենք մեր մաշկի պաշտպանաշերտը։ Հետո ձեռք ենք բերում կամ չոր, կամ պրոբլեմատիկ, կամ արդեն վնասված գայուն մաշկ, այո։ Ես դրան այդքան կողմնակից չեմ։ Երբ շատ լավ տարիքով մեծ
պատկառելի տարիքի կանայք կան հաճախորդների իմ սիրելի, երբ ասում են Աննա ջան, խնդրում եմ, սա ուղարկիր, բոլոր ուզում եմ, ասում եմ ոչ, ես չեմ ուղարկում ձեզ, որովհետև ձեր մաշկին դա պետք չի։ Եվ դրանք երբեք չեն կարող վաճառվել, պարզապես վաճառվելու համար։ Եթե ձեր մաշկը չունի տեսանելի խնդիր, բավարարվեք խոնավացնողով, վերջ։ Իդեպ կարևոր է, որ հիմա մենք խոսենք նաև արևապաշտպանների էֆեկտի մասին, որովհետև այս խայտառակ էկոլոգիայի պայմաններում ապրելով Երևանի կեղտոտ օդի մեջ, որ չես կարող ասել, որ դու մաշկդ խնամում ես, որովհետև իրականում լվացվելուց հետո ինչ գույն է ստանում ջուրը, այո, բավական է։ Իրականում խնամք ասվածը ես Հայաստանի պայմաններում հասկանում եմ պաշտպանությունը։ Եթե մենք պաշտպանեցինք մեր մաշկը, համարենք, որ մենք այդ խնամքի 50%-ն արդեն արել ենք։ Երիտասարդների մաշկին եմ երբեմն նայում, շատ կուզեի, որ հենց երիտասարդները սկսեին օգտագործել արևապաշտպան քսուկներ, որովհետև դա շատ կարևոր է այդ ֆոտոծերացումը, մարդիկ լուրջ չեն ընդունում, չգիտեն, որ մի քանի տարի հետո գուցե այդ կնճռոտումը, այդ պիգմենտները ավելի ուշ հայտնվեն կամ գրեթե չհայտնվեն, երբեք էլ չլինեն։ Այնպես անենք, որ այդ արևապաշտպանը միշտ իր որակյալը լինի դարակների վրա դրված։ Եվ Երևանում 50+ SPF ցանկալի է, որովհետև 50-ից ներքևը դա անիմաստ է համարվում։ Եվ այստեղ նաև ուզում եմ շեշտենք, որ արևապաշտպանները միայն ամռան համար չեն նախատեսված։ Արևապաշտպանները մարդիկ նաև գիտեն, որ արևապաշտպանը միայն արևի համար է, ասեն ոչ, նաև աղտոտված օդից պաշտպանելու համար է, դա շատ կարևոր է։ Ցանկալի է, որ ամեն օր տանից դուրս գալուց պաշտպանեն մաշկը, արևապաշտպանը, որովհետև մի հրաշալի հատկություն ևս ունի։ Արևապաշտպանը պաշտպանում է նաև խնամքի միջոցների էֆեկտը։ Այսինքն դուք կարող եք ցանկացած բան քսել ձեր դեմքին, սպասելով արդյունքի, բայց այդ արդյունքը այդպես էլ չի գալու, որովհետև դուք չեք օգտագործել արևապաշտպանը։ Հաճելի է, որ արևապաշտպանների մասին խոսակցություններն արդեն մասսայական բնույթ են կրում, որովհետև երբ ես հիշում եմ մեր հաղորդումները նոր էին եթեր հեռարձակվում ու մենք խոսում ենք արևապաշտպանի մասին, հասարակությունը հետադարձ կապի ժամանակ նշում էր, որ եթե ես ծովում չեմ, եթե ես արևայրուք չեմ ընդունում, իմ ինչին է պետք արևապաշտպանը, կամ եթե ամառ չէ, ինչի՞ս է պետք, կամ եթե ես առավոտյան քսել եմ ամբողջ օրը, սա ինձ համար բավական է, բայց մենք եկանք հասանք նրան, որ հիմա յուրաքանչյուր երկրորդը արդեն, եթե նույնիսկ չի էլ օգտագործում, գոնե տեղյակ է, որ արևապաշտպանը պարտադիր է, եւ երբ դու առավոտյան ուզում ես տանից դուրս գալ, կարող ես չշպարվել, բայց արևապաշտպան պետք է անպայման օգտագործես։ Կարծում եմ սա էլ տեղից շարժվում է եւ մի որոշ ժամանակ հետո էլ եթե 10 տարի առաջվա հաղորդումներն ենք նայում ու հիմա զգում ենք, որ տարբեր էին, հուսով եմ, որ գալու է մի ժամանակահատված, որ մենք այլևս չենք խոսի արևապաշտպանների մասին, որովհետեւ բոլորս գիտենք, որ եթե լվացվեցիք, դրա հաջորդ քայլը պետք է լինի խոնավեցնելուց հետո արևապաշտպանը։ Շատ կուզեմ, որ հենց երիտասարդները կենտրոնանան արևապաշտպանության վրա, որովհետեւ այդ ագիտացիան, որ տարվում է, բոլորի մոտ չի, որ միանշանակ է ընդունում, որովհետև այս պահին տարիքով ավելի մեծ կանայք են օգտագործում ավելի շատ արևապաշտպան քսուկներ, քան երիտասարդները։ Ավելի շատ ցանկալի է, որ հենց իրենք էլ սկսեն։ Դե որտեվ երիտասարդները մտածում են, որ ծերացումը դեռ շատ հեռու է։ Շատ լավն է, այո, դեռ հեռու է, բայց հեռու չի, հավատացեք։ Այո, շատ շուտ է գալիս։ Ես ինքս իմ փորձից եմ ասում, հեռու չի, միջև չմտնես այս ամեն ինչի մեջ, միջև չունենաս խնդիրներ, կնճիռներ, պիգմենտներ, այդ ամեն ինչը չես գնահատում, որ այ ինչից կարող է ես ինքս ինձ պաշտպանել։ Ես ուզում եմ մի փոքր նորից հետ գնանք, քանի որ նշեցիք, որ առաջնային եւ կարեւոր, այսպես ասած, պրոդուկտը վերքերի մշակման, սպիների մշակման, այս պրոդուկտն է։ Հետևաբար խնդրում եմ սրա մասին մի փոքր ավելի ընդգրկուն ներկայացնեք, որպեսզի այդ հրաշագործ, այսպես արտահայտությունը նաեւ արդարացված լինի։ Ես շատ եմ իրեն սիրում անվանել հրաշագործ քսուկ։ Ի սկզբանե վունթիլինգը ստեղծված էր վերքերը արագ լավացնելու եւ ցավը մեղմելու համար։ Երբ արդեն սկսեցինք փորձարկումները, վերքերը լավացնելուց հետո սկսեց հետքը չմնալ եւ այս ինչ կատարվեց, սպասեք տեսնենք։ Պարզվեց, որ ոչ միայն օգնում է, որ վերքերը արագ լավանան, նաեւ ներծծում է սպիները։ Ես բաժանեցի խմբերի, մարդկանց մի մասը ուներ սպիներ, որոնք արդեն մշակվել էին տարատեսակ հայտնի դեղագործական ընկերությունների կողմից արտադրված դեղերով, որոնք հիմա վաճառվում են դեղատներում, եւ այն մյուս մասը, որ ոչինչ չէր օգտագործել,
Երկու դեպքում Wundhealing-ի արդյունքը ուղղակի ապշեցուցիչ էր, թե ինչպես էր կարողանում ընդհանուր միջև 80-ից 90% ներծծել սպիերը, նույնիսկ հին։ Հաճախորդ կար, որ այսպես երկմտում էր արդյոք կօգնի թե ոչ, եւ ես պետք է խոստովանեմ, որ ես ինքս ռիսկ չեմ արել, որպեսզի առաջարկեմ նրան դա, ընտրությունը թողել եմ իրեն 50-50 կամ կօգնի կամ չի օգնի, հսկայական սպիեր, շատ մեծ տարածությամբ որոշեց, որ պետք է գնի եւ փորձի։ Սպից գրեթե հետք չէր մնացել եւ իհարկե ընթացքում ես շատ բաներ բաղադրությունից հանել եմ, շատ բաներ ավելացրել եմ, ավելի կատարյալ եմ սարքել իրեն, բայց այս պահի դրությամբ ես, չգիտեմ, գուցե մի քիչ մեծամիտ կամ ամպագորգոր հայտարարություն հնչի, բայց այն բոլոր հայտնի քսուկներից, դեղերից հետո եթե իրենց ոչինչ չարած սպիները կարողացել է Wundhealing ներծծել, ես այն համարում եմ, իհարկե այս պահին ոչ հայտնի, ցավոք սրտի դեռ մի քիչ հայտնիություն գուցե չունի, բայց մենք աշխատում ենք արդեն դրա վրա, բայց ամենաուժեղ սպիների ներծծման քսուկ։ Հրաշալի, դա այս դեպքում էլ հիմա բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ, հա, այս պրոդուկտը իրենց դարակում կամ պայուսակում եւ առհասարակ բիոդանը ուզում են լինի իրենց ուղեկիցը եւ մենք էլ այնտեղ նշեցինք, որ ազատ վաճառքում չկա, հիմա հարց, ինչպես ձեռք բերել։ Փնտրելով մեզ սոցցանցերում, գրելով բիոդան անունը, զանգելով մեր հեռախոսահամարին, որը կարծում եմ նշված կլինի, գրելով էջին, շուտով նաեւ մեր կայքից, որը պատրաստ կլինի, նաեւ շուտով կլինի Wildberries-ի հարթակում։ Հրաշալի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բիոդանի հիմնադիր Աննա Տեր-Մարտիրոսյանն էր։ Ես շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, մենք կհանդիպենք նաև մյուս շաբաթ։ Ցտեսություն։